Ողջույն, Եվրոմեդիա 24-ի տաղավար ենք հրավիրել քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանին, նրա հետ կքննարկենք ընթացիկ քաղաքական գործընթացները։ Բարև ձեզ, պարոն Բադալյան, շնորհակալ եմ, որ եկել եք մեր տաղավար։ Եվ սկսենք զրույցը եկեղեցի պետություն կամ եթե կուզեք եկեղեցի իշխանություն խորացող հակամարտությունից, նոր զարգացումներ կան, Նիկոլ Փաշինյանը խոսում է ինչ-որ խումբ ձևավորելու և վեհարանը ազատելու այդպես թեմաներից, որքան հեռու կգնա այս հակամարտությունը և արդյոք կանխատեսում եք օրինակ կաթողիկոսի հրաժարական միգուցե այդպես Եթե տեղի ունենա կաթողիկոսի հրաժարական, ապա դա կլինի չափազանց վատ նախադեպ այն իմաստով, որ պետությունը փաստացի շանտաժի գործիքի կիրառմամբ հասնում է հայ առաքելական եկեղեցում բարձրաստիճան, բարձրագույն հոգևորականի ամենայն հայոց կաթողիկոսի փոփոխության։ Այսինքն այդ նախադեպը շատ ծանր է լինելու, չափազանց երկար ժամանակահատված եւ ռազմավարական ընդհուպ հարված կարող է լինել ոչ միայն հայ առաքելական եկեղեցուն, այլ նաև հայկական պետականությանը, որովհետև հայկական պետականության տրամաբանությունը, ընդհանրապես մեր ժողովրդի պատմության զարգացման տրամաբանությունը ենթադրում է հայ առաքելական եկեղեցու առանցքային ներկայություն մեր համակարգերում, եւ եթե խոսում ենք պետական համակարգի մասին, ապա այդ պետականության կառուցվածքում եկեղեցին պետք է ունենա իր ուրույն դերակատարումը, ուրույն տեղը եւ պատահական չէ, որ այդ հանգամանքը սահմանադրությամբ եւս նախատեսված է, այսինքն խոսքը պետական կառավարման հարցում տեղի կամ դերի մասին չէ, այլ ընդհանրապես պետական կյանքում, որը ամենևին չի սահմանափակվում միայն պետական կառավարումով։ Եվ այս տեսանկյունից կարծում եմ որևէ կերպ անթույլատրելի է այդպիսի նախադեպի ձևավորումը։ Ընդհանուր առմամբ process-ը կարող է շարունակվել նվազագույնը մինչև ընտրական գործընթաց, այսինքն ընտրական ընտրության փուլ, որովհետև անկասկած է մոտիվներից առանցքայիններից մեկը դա նախընտրական այն անհրաժեշտություններն են եւ կարիքները, որոնց առաջ կանգնած է Նիկոլ Փաշինյանը, եւ փաստացի այս եկեղեցու դեմ, կաթողիկոսի դեմ նախաձեռնած գործընթացը իր տրամաբանությամբ կարող ենք ասել հեղափոխական գործընթաց է, որովհետև փաստացի հեղափոխության տրամաբանությամբ է Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում, կարող ենք ճակերտավոր օգտագործել հեղափոխություն բառը, բայց տրամաբանությունը ըստ էության այսպիսին է, եւ ընտրական process-ը նա փորձում է վերածել հեղափոխական process-ի, համարելով, որ այդտեղ է իր քաղաքական կենսունակությունը լինում ավելի բարձր եւ հետեւաբար նաեւ քաղաքական հաջողության շանսերը ավելի բարձր։ Բնական է, որ Նիկոլ Փաշինյանն ինքը լինելով քաղաքական իշխանություն չի կարող հեղափոխություն նախաձեռնել քաղաքական իշխանության դեմ, նախկին իշխանության դեմ այդ հեղափոխական մոտեցումները մեծ հաշվով այդքան էլ արդյունավետ չեն որոշակի ժամանակահատվածից սկսած եւ դա ցույց տվեցին թե Երևանի քաղաքապետի ընտրությունը, թե Գյումրիի քաղաքապետի ընտրությունը եւ ըստ ամենայնի հաշվարկված է, որ եկեղեցու եւ ամենայն հայոց կաթողիկոսի փոփոխության դեմ մերժելու, այսպես ասած, շարժումը կարող է առավել արդյունավետ եւ էֆեկտիվ լինել էլեկտորալ նշանակության առումով։ Իսկ այդ տարածված կարծիքները եկեք մեկնաբանենք, որ դրսի պահանջ է, դա տեղի ունեցավ, ասենք, Շվեյցարիայից հետո կամ Փաշազադեի հետ սինխրոն, այդ կարծիքները ինչպես եք գնահատում եւ մեկնաբանում։ Ես կարծում եմ, թե Շվեյցարիայում, թե նաև այդ Փաշազադեի ասացները այն տրամաբանությունը կամ այն մասշտաբը չունեն, որոնք կարող էին խթանել այսպիսի գործընթաց։ Եթե Նիկոլ Փաշինյանը դնում է ընդհուպ կաթողիկոսի պաշտոնանկության, կաթողիկոսին վեհարանից հեռացնելու խնդիր, սա նշանակում է, որ այդ խնդիրը հասունացվել եւ մշակվել է, այդ արշավը մշակվել է շատ ավելի վաղ, քան օրինակ Փաշազադեն ինչ որ հայտարարություններ արեց, քան օրինակ Շվեյցարիայում տեղի ունեցավ այդ համաշխարհային եկեղեցների խորհրդի նախաձեռնությամբ Հայաստանի առաքելական եկեղեցու հայցով իհարկե, բայց այդ խորհրդի շրջանակում տեղի ունեցած նիստը։ Այսինքն ես կարծում եմ, այստեղ մենք փորձում ենք պատասխաններ գտնել
դաշտերում, որոնք հարակից զարգացումներ են ավելի շատ, քան այսպես մոտիվներ կամ պատճառներ ինքնին։ Պատճառները ըստ իս շատ ավելի խորն են։ Նիկոլ Փաշինյանը փորձում է օգտագործել այդ խորը պատճառները էլեկտորալ նշանակությամբ, ընդ որում նաև իմ գնահատմամբ խաղալով որոշակիորեն արտաքին միջավայրում արկա տրամադրությունների վրա։ Ես նկատի ունեմ աշխարհակաղակական գործընթացները, աշխարհակարգային փոփոխությունները, որոնք անխուսափելիորեն ենթադրում են նաև համաշխարհային դավանական քարտեզի, այսպես ասած, վերաձևումներ։ Ես նկատի ունեմ այն, որ կրոնական ինստիտուտների ազդեցության, ներկայության եւ այլն այս գոտիներում վերաձևումներ եւ այստեղ Նիկոլ Փաշինյանը թերևս ակնկալում է նաեւ դարձյալ այդ էլեկտորալ նշանակության տեսանկյունից լինել որոշակիորեն այստեղ արկա ինչ որ տրենդներին համահունչ, դրա դիմաց ակնկալելով լոյալություն ներքաղաքական process-ներում իր դիրքորոշումների հանդեպ։ Այսինքն ընտրված պահը այբ ասում են, որ խնդիրները միշտ եղել են կամ առաջին օրվանից եղել են, ընտրված պահը հենց այդ հանգամանքներով է պայմանավորված։ Կարծում եմ հարաբերապես այո, այսինքն ընտրված է հենց նախընտրական հաշվարկով, որովհետև այս պահին Նիկոլ Փաշինյանի համար թերևս չկա ավելի կարևոր խնդիր, քան 2026 թվականի ընտրությունը եւ այդ ընտրությանը հաջողելը։ Հատկապես այն պարագայում, երբ վարկանիշային առումով դրա նախադրյալները մեղմ ասած մխիթարական չեն իր համար, իհարկե իր մրցակիցների վարկանիշները եւս հուսադրող չեն մրցակիցների համար, բայց կա հետեւյալը, Հայաստանում խորհրդարանական մոդելով կառավարում է եւ այդ խորհրդարանական մոդելը ենթադրում է այնպիսի մեծամասնություն, որը հնարավորություն կունենա հեռու լինել կոալիցիոն կառավարություն ձևավորելու անհրաժեշտությունից։ Եվ Նիկոլ Փաշինյանի համար այստեղ խնդիրն այն չէ, որ ընտրությանը լինի առաջինը, խնդիրն այն է, որ լինի այնպիսի առաջինը, որը կարողանա կառավարություն ձևավորել առանց խնդիրների։ Սա, ինչպես օրինակ նաև Գյումրու ընտրությունը ցույց տվեց, բավական բարդ խնդիր է։ Ես իհարկե չեմ նույնացնում Գյումրին եւ համապետական ընտրությունը, այդուհանդերձ հասարակական պատկերի իմաստով այստեղ ընդհանրություններ իհարկե կան կապված որոշակի մի շարք գործոններով։ Իսկ սա հակառակ էֆեկտը չի կարող ունենալ, չէ՞ որ գուցե դրանով նա իդեմ է լարում բավականին մեծ զանգված կամ արդյոք մեծ է այդ զանգվածը, փորձենք նաև շատ լինել հասկանալ։ Նույն էֆեկտ կարող է լինել, որ օրինակ եկեղեցու ղեկավարությունը այդուհանդերձ փորձի ինչ որ ձևով պայմանավորվել Փաշինյանի հետ։ Այդ պայմանավորվածությունը բնականաբար կարող է լինել տեսախցիկներից հեռու, ոչ սեղանի առաջ, ընդորում դա շատ նորմալ է, այսինքն այդ հարաբերություններում քաղաքական սուբյեկտների պայմանավորվածությունը դա նորմալ է, այսինքն մեզանում է, որ իրավիճակը հասել է մի կետի, երբ դա թվում է ոչ այնքան նորմալ, այսինքն մեկի հաղթանակը մյուսի նկատմամբ սա է անվերապահ պահանջարկ վայելում եւ այլն։ Բայց սա եւս չեն կարող բացառել, որ եկեղեցու ղեկավարությունը փորձի պայմանավորվել, ընդորում այստեղ շատ տրամաբանական կարող է լինել նաև այդ պայմանավորվածության փորձը, եթե դա շանտաժի ներքո չէ, այսինքն եթե պայմանավորվածությունը պետք է լինի իշխանության շանտաժի ներքո, ապա դա անշուշտ չի կարող լինել արդյունավետ պայմանավորվածություն։ Սա որպես էֆեկտներից մեկը։ Այո, Նիկոլ Փաշինյանը իհարկե ունի նաև ռիսկ, որ դա կարող է բումերանգի էֆեկտով հարվածել իրեն, բայց կրկնեմ, քանի որ խաղադրույքը, խաղասեղանին խաղադրույքը իշխանությունն է, նա իհարկե ընդհանուր կարող է գնալ ռիսկային որոշակի քայլերի, այսինքն ռիսկը կա բոլոր դեպքերում։ Այդ պարագայում արդյունավետության սկզբունքով է առաջնորդվում եւ ընտրում այն ուղղությունը, այն թիրախը, այն գործընթացը, որն իր կարծիքով ռիսկերի եւ հնարավորությունների հարաբերակցության տեսանկյունից զգալիորեն հօգուտ հնարավորությունների է։ Ռիսկային, ձեր ասած ռիսկային քայլերից առավելագույնը որը կարող է լինել։ Ես անկեղծ ասած մեծ ռիսկ Փաշինյանի համար հենց այս process-ում չեմ տեսնում։ Ընդհանուր քաղաքական, ներքաղաքական process-ում ռիսկեր նշեցի, իհարկե ունի, այսինքն հանրային շատ ցածր վարկանիշը նրա համար ռիսկ է։ Ռիսկ են արտաքին միջավայրում տեղի ունեցողները, անվտանգային մարտահրավերները եւ այլն։ Բայց կոնկրետ այս process-ը ես չեմ համարում, թե նրա համար ռիսկ է։
տեսականում այո, կրկնեմ, կարող է պարունակել ռիսկեր, բայց գործնականում ես չեմ տեսնում, որ այստեղ process-ը իր համար ռիսկային է եւ հակառակը։ Ինչպես նշեցի, սա բավական հմուտ մշակված գործընթաց է եւ ոչ թե այսպես ասենք Փաշազադեի ելույթից կամ Շվեյցարիայում ամենայն հայոց կաթողիկոսի ելույթից բխած process։ Եվ ես կարծում եմ այդ մշակվածության հիմքում նաև այն է, որ այս process-ը կարող է Նիկոլ Փաշինյանի համար տալ հնարավորություն ծածկել մնացած ռիսկերը կամ կառավարել մնացած ռիսկերը, որովհետև իմ գնահատմամբ այստեղ միայն եկեղեցի եւ իշխանություն կամ վարչապետ եւ կաթողիկոս այս դաշտը չէ, իմ գնահատմամբ այստեղ ներառված է հայաստանյան հասարակական քաղաքական համակարգի որոշակի սուբյեկտային շրջանակ եւ ուղակի թե անուղակի երևացող թե ոչ այդ սուբյեկտային շրջանակն է այս process-ի մեջ եւ Նիկոլ Փաշինյանը մեծ հաշվով մարտահրավեր նետել է հենց այս շրջանակին, որոնք թերևս հավակնում են լինել նախընտրական process-ում առանցքային դերակատարներ ընդդեմ Փաշինյանի։ Եվ ինչ ցույց տվեց գիշերը կաթողիկոսին դիմավորելու այդ նախաձեռնությունը, արդյոք դա հանրային աջակցության մեծ ցուցիչ էր կամ ինչպիսի ցուցիչ էր ըստ ձեզ։ Տեսեք, մի այսպիսի համեմատություն անցկացնեմ, վաղը կարող է Նիկոլ Փաշինյանը ինչ-որ բան հայտարարել եւ օրինակ ասել, որ ինքը հրավիրում է հանրային հավաք իր այս օրակարգը պաշտպանելու համար եւ ամենևին բացառված չէ որ այդ թվով մարդիկ էլ հավաքվեն օրինակ ընդդեմ կաթողիկոսի, եթե այսպես պայմանական ասենք։ Հետևաբար իմ գնահատմամբ այսպիսի ցուցիչներով դատել կաթողիկոսը ունի աջակցություն թե ոչ, հանրային աջակցության մասն է խոսքը։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդները ինչպիսի վերաբերմունք ունեն ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ, վստահության, չգիտեմ, հեղինակության եւ այլն։ Այսպիսի ակցիաներով, այս ցուցիչներով գնահատելը ես կարծում եմ դա կլինի շատ խաբուսիկ եւ կլինի ինքնախաբեություն։ Եվ ես օրինակ հույս ունեմ, որ եկեղեցին ինքը եւ ամենայն հայոց կաթողիկոսն ինքը, եկեղեցու բարձրաստիճան հոգեորական կազմը այսպիսի ցուցիչներով չեն ենթարկվի ինքնախաբեության։ Շատ լավ է, որ մարդիկ հավաքվում են աջակցելու, նկատենք, որ այդ հավաքը քաղաքական կոչով հավաք էր, այսինքն քաղաքական շատ կոնկրետ ուժերի եւ դերակատարների։ Իհարկե նրանք հայտարարում են, որ ապաքաղաքական կոչ են արել, այստեղ որևէ բան կասկածի տակ չեմ դնում, բայց իրենք քաղաքական սուբյեկտներ են։ Եվ լայն ընկալումը լինելու է հենց այդպեսին, որ սա քաղաքական կոչով կաթողիկոսին աջակցություն է։ Հետեւաբար արդեն այդ քաղաքական ազդեցությունը հանրային ընկալումների վրա լինելու է անխուսափելի։ Ասեն քաղաքական են կոչ արել, թե ոչ, սա արդեն էական չէ։ Եվ ուրեմն պետք է հասկանալ իսկապես ինչպիսին է իրական պատկերը հայ առաքելական եկեղեցու աջակցության, անմիջապես կաթողիկոսի աջակցության։ Ես այստեղ կդժվարանամ ասել կաթողիկոսը ինչ ծավալի աջակցություն ունի հասարակության շրջանում, որովհետև հարցը հետևյալն է, այդ աջակցությունը կարող է կազմված լինել ոչ միայն հայ առաքելական եկեղեցու հետևորդներից։ Մարդը կարող է լինել ընդհանուր աթեիստ, չլինել եկեղեցու հետևորդ, չլինել ընդհանրապես հավատացյալ եւ այլն, բայց այս process-ում իր աջակցությունը հայտնել պայմանավորված ես նկատի ունեմ մարդը կարող է ընդհանրապես եկեղեցու հետ կապ չունենա, բայց այս process-ում գնահատելով թե մեր պետականության ընդհանրապես հայ ժողովրդի պատմության ընթացքը, եկեղեցու դերը, նշանակությունը, պարունակությունը, բովանդակային, արժեքային եւ այլն, մարդը կարող է աջակցել եկեղեցուն որպես ինստիտուտ եւ ըստ այդմ կաթողիկոսին որպես այդ ինստիտուտի կրող եւ իր դիրքորոշումը ձևավորել այդ համատեքստում։ Այսինքն այստեղ իսկապես լայն ուսումնասիրության կարիք կա հասկանալու համար, թե մեր եկեղեցին ինչ աջակցություն ունի, մեր կաթողիկոսը ինչ աջակցություն ունի եւ նրա անձի հանդեպ վերաբերմունքը ինչպիսին է։ Այս հարցերում ըստիս այդ ստույգ գնահատականներով միայն, այդ ստույգ պատկերը իմանալով միայն արժե գնահատել որտեղ է ավելի շատ աջակցություն լինելու եւ որտեղ աջակցություն կարող է չլինել, որովհետեւ այդ պարագայում մենք փաստացի գործ ունենք նաեւ հենց եկեղեցու համար ռիսկերի հետ։ Հիմա օրինակ շատ է խոսվում, որ կաթողիկոսը պետք է զանգեր խփեր հայ ժողովրդին Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս գալու կոչեր աներ եւ այլն։ Ենթադրենք այդ ամեն ինչը խփվեց, այդ կոչերը եղան։ Իսկ եթե բավարար էֆեկտ չլինի, այդ հարվածը
կաթողիկոսի համար արդյոք ավելի լուրջ չի լինի, քան այն, ինչ նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանը։ Եվ ավելին, այստեղ նաև հակառակ տրամաբանությամբ դիտարկենք վիճակը։ Եթե մենք համարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չունի հանրային մեծ վստահություն, հետեւաբար նա, եթե թիրախավորում է եկեղեցուն կամ կաթողիկոսին, սա առնվազն пассив որոշակի ռեսուրս է հենց կաթողիկոսի վստահության, եկեղեցու վստահության համար։ Ըստ այդմ պետք է մտածել ինչպես անել, որ այդ ինքնաբերաբար ձևավորվող пассив ռեսուրսը դառնա աջակցության ակտիվ ռեսուրսի։ Սրա տարբերակը ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանի հետ այդ դիմային առճակատման գնալը չէ, այն ինչին կարծում եմ հենց հաշվարկում եւ սպասում է Փաշինյանը, որտեղ այդտեղ է տեսնում իր ուժը եւ իր տարերքը։ Ըստ այդմ պետք է մտածել, իսկ գուցե այստեղ այդ пассив ռեսուրսը, գոյացող пассив ռեսուրսը պետք է այնպես մշակել կամ վերամշակել հասարակության հետ աշխատանքով, որը կբերի արդեն եկեղեցու համար ավելի արդյունավետ միջավայր եւ ըստ այդմ այդպես եզրափակելով այս բաժինը նշեմ, որ ըստ իս եկեղեցու գլխավոր գործընկերը այս միջավայրում պետք է լինի ոչ թե ինչ որ քաղաքական ուժ, բացահայտ կամ դե ֆակտո, այլ լինի հասարակությունը, ընդ որում հենց հասարակությունը եւ ոչ միայն հայ առաքելական եկեղեցու հետևորդները։ Բայց վարչապետն էլ չունի, չէ՞, այսօր այն ռեսուրսը, որ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի նման կարողանա բավականին արագ ինքնակազմակերպել որոշակի զանգված ազգային ժողովի մոտ կամ 2019 թվականին մայիսին դատարանների մոտ այդ ծավալի ռեսուրս չունի, բայց դա չի նշանակում, որ ընդհանրապես ռեսուրս չունի։ Այսինքն ռեսուրսը անկասկած նվազել է, հանրային վարկանիշը անկասկած նվազել է եւ նվազման միտման մեջ է, բայց դա չի նշանակում, որ զրոյացել է։ Հետեւաբար, եթե համարում ենք, որ այնտեղ ընդամենը զրոյականություն է, ապա հարց կառաջանար ընդհանրապես ով է Նիկոլ Փաշինյանին պահում այսօր իշխանության։ Ով կամ ինչը։ Զրոյական ռեսուրսով գործիչը չեմ կարծում, թե հնարավորություն կունենա մնալ իշխանության։ Ինչպիսի կառուցվածք ունի այդ ռեսուրսը, սա արդեն քննարկման այլ հարց է։ Բայց այդ ռեսուրսը անկասկած կա, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը կարողանում է պահել իշխանությունը եւ որոշակի կառավարելիություն ապահովել այդ իշխանության շուրջ միջավայրում։ Նրա հիմնական ընդդիմախոսները ասում են, որ այդ ռեսուրսը ոչ այնքան ժողովուրդն է, ինչքան, չգիտեմ, արտաքին ուժերը։ Շատ հնարավոր է, որ արտաքին ուժերը ավելի մեծ ռեսուրս են իր համար, քան հասարակությունը։ Դա շատ հնարավոր է։ Բայց այստեղ դարձյալ գալիս եմ հետեւյալ մտքին. կա այդ ունեցած ռեսուրսին համարժեք հակադրվող մրցակցային ռեսուրս։ Եթե չկա, նա կարողանում է պահել իրավիճակը, կառավարել process-ները, թելադրել որոշակի process-ներ։ Այստեղ հարցը այդ հարաբերակցությունն է, այսինքն որևէ մեկը չի կարող շղթել, որ Նիկոլ Փաշինյանը այսօր նույնիսկ մոտ չէ այն ռեսուրսին, որ ուներ 2018-ին, անգամ 21-ի ռեսուրսին մեծ հաշվով այդպես մոտ չէ, բայց սա չի նշանակում, որ նրա ռեսուրսները զրոյացել են եւ քաղաքական տեսանկյունից նա կորցրել է իրավիճակի կառավարումը։ Գուցե շատերի համար բարեհունչ է ցանկալին ներկայացնել իրականության տեղ, բայց ես կարծում եմ այդ ցանկալին իրականության տեղ մատուցելով հանրությանը մենք որևէ մեկի համար օգտակար գործողությամբ թերևս չենք զբաղվի։ Իսկ քաղաքական միջավայրը նպաստավոր է Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակականության համար։ Այն ակնկալիքները, որ կան Հայաստանից, ես կարծում եմ ստեղծում են նրա համար նպաստավոր միջավայր։ Իսկ այդ ակնկալիքները հետեւյալն են, որ հարաբերություն կարգավորվի Ադրբեջանի հետ ու հարաբերություն կարգավորվի Թուրքիայի հետ։ Եվ դրա բերումով նաև որոշակի նոր կոմունիկացիոն միջավայր ձևավորվի Կովկասում։ Այստեղ իհարկե արտաքին դերակատարների միջև կա կոշտ մրցակցություն, Ռուսաստանն ու Իրանը մի բան են պատկերացնում, գուցե ինչ որ իմաստով Ռուսաստանն ու Իրանը անգամ որոշ հարցերում տարբեր պատկերացում ունեն, Ռուսաստանն ու Եվրոպան տարբեր պատկերացումներ, Չինաստանը տարբեր, այսինքն յուրաքանչյուր ուժային կենտրոն
այդ թվում նաև օրինակ Միացյալ Նահանգներ, Եվրոպա ունի իր պատկերացումները եւ դրանք իրարամերժ են, մրցակցային են, հակադիր են ընդհուպ, բայց այդ բոլորի պատկերացումներում հայ-ադրբեջանական հարաբերության կարգավորում եւ հայ-թուրքական հարաբերության կարգավորում սա մի ունիվերսալ, այսպես ասած, պահանջարկ է։ Դրա աստիճանները կարող են որոշակիորեն լինել տարբեր այս կամ այն ուժային կենտրոնի համար, բայց այդ ունիվերսալ պահանջարկը կա եւ այդ պահանջարկը բավարարելու բացահայտ ու հստակ հանձնառություն ստանձնել է Նիկոլ Փաշինյանը, որևէ այլ քաղաքական դերակատար մեզանում այդպիսի հանձնառություն չի ստանձնել։ Հետեւաբար սա բերում է այն մտքին, որ Նիկոլ Փաշինյանը կշարունակի պահանջված լինել միջազգային ասպարեզում, քանի դեռ միջազգային դերակատարների շրջանում, քանի դեռ նրանք ունեն այդ ունիվերսալ պահանջարկը հայ-ադրբեջանական հարաբերություն կարգավորելու եւ հայ-թուրքական հարաբերություն կարգավորելու։ Եվս եկեղեցու թեմայով մի հարցել, ինչու են լռում Սփյուռքի թեմերի ներկայացուցիչները ձեր կարծիքով։ Չէ՞ որ այս հարցը միայն ներհայաստանյան չէ, կարծում եմ։ Ես չեմ կարող այստեղ գնահատել ինչու են լռում, որովհետև կարծես թե այդուհանդերձ որոշակի թեմական առաջնորդներ, եթե չեմ սխալվում, Կանադայի թեմի առաջնորդներ աջակցություն հայտնել ամենայնայց կաթողիկոսին, հնարավոր է կաթողիկոսի այդ կոմունիկացիայի մեջ են եւ քննարկում են արձագանքների աստիճաններ եւ այլն։ Ես այստեղ որոշակի այդպես իրազեկվածություն չունեմ եւ լռության պատճառները չեմ կարող ասել։ Հետաքրքիր է նաեւ իհարկե որ խոշոր հաշվով առ այսօր լռում է Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը, իհարկե նախորդին եղավ Կիլիկիա վերլուծական կենտրոնի նիստի արձագանք, որը նախագահել է Արամ առաջինը, բայց դա իհարկե Արամ առաջինի արձագանքը չէր մեծ հաշվով, դա նիստի արձագանքն էր, որին այդ Կիլիկիա վերլուծական կենտրոնին անդամակցում են տարբեր փորձագետներ, չգիտեմ, գիտնականներ եւ այլն, եւ այդ արձագանքները ընդ որում բավական բազմիմաստ։ Սա այս լռությունը, Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսի լռությունը, սա իսկապես ըստ իս որոշակի ինտրիգ պարունակող լռություն է։ Թեմական առաջնորդների պարագայում ես իրապես այդպես չեմ կարող գնահատել, թե ինչով է պայմանավորված լռությունը, բայց կրկնեմ, որոշ հայտարարություններ կարծես թե եղել են։ Եվ իմպիչմենտի թեմային գանք հանրապետական կուսակցությունը, պատիվ ունեմ խմբակցությունը առաջադրեցին իրենց վարչապետի տեխնացուին Դավիթ Համբարձումյանին, որն է ՀՀԿ-ի եւ անձամբ Սերժ Սարգսյանի հաշվարկը այս գործընթացում։ Իսկ գուցե ոչ մի առանձնապես այդպես երկարաժամկետ հաշվարկ չկա էլ եւ ինչպես օրինակ մեծ կոմբինատորը դասական ֆիլմում է ասում Ե2, Ե4, իսկ հետո կտեսնենք որպես շախմատային սկզբնախաղ։ Այսինքն հնարավոր է մենք փորձում ենք ինչ-որ երկարաժամկետ հաշվարկներ տեսնել, բայց Սերժ Սարգսյանի համար այստեղ էական է process-ը եւ քայլ է արվել process-ի տրամաբանությամբ, իսկ ընթացքում արդեն նա գուցե կտեսնի, թե ինչ կարելի է անել հենց այդ արված քայլի հետ, որովհետև անկասկած է հիմա բոլորը զբաղված են նախընտրական դիրքավորումներով, ոմանք բացահայտ են հայտարարում, որ իրենք պատրաստվում են ընտրության, ոմանք իհարկե ընտրության պատրաստվում են ընտրելով այս մեթոդաբանությունը, այսինքն պատրաստվել քայլերով, բայց ոչ բարձրաձայնելով։ Հիմա մենք տեսնում ենք, որ գոնե առայժմ process-ը ավելի շատ անվստահության, այսպես դրսևորումներ է առաջացնում ներընդդիմադիր միջավայրում, քան ստեղծում է անվստահության լուրջ ալիք Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Ցանկացած պահի իրավիճակը իհարկե կարող է ենթարկվել փոփոխության, առավել եւս որ բավական դինամիկ փոխվում է արտաքին իրավիճակը, արտաքին միջավայրը, իսկ Հայաստանը այսօր առավել եւս իր ներքին կյանքի իմաստով զգալիորեն ազդված է կամ ազդվում է արտաքին միջավայրում արկա հանգամանքներով եւ գործոններով։ Բայց առայժմ կարծես թե process-ը ավելի շատ, ինչպես նշեցի, ներընդդիմադիր դաշտում վստահության ձևավորման կամ անվստահության արկայության մասին է
Ինչպես հայտնի է, այսօր պետք է տեղի ունենար հանդիպումը երկու խորհրդարանական խմբակցությունների, այս պահին, որ մենք տեսագրվում ենք, հնարավոր է դա տեղի ունենում եւ արդյունքի մասին հայտնի կլինի ավելի ուշ։ Բոլոր դեպքերում անկասկած է, որ Նիկոլ Փաշինյանը կկորցնի քաղաքացիական պայմանագիր կուսակցության այդ մեծամասնության հենարանը այն դեպքում, երբ մեծամասնությունը կզգա, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է իրավիճակի հանդեպ կառավարումը։ Սա ինչպես լուսավոր Հայաստանն է ասում Սերժ Սարգսյանի նվերն է Նիկոլ Փաշինյանին հաշվի առնելով, որ ավելի շատ ներընդդիմադիր պայքարն է ակները։ Իհարկե գնահատականները տարբեր են, ցավոք սրտի ես այսպեսի մի բան ասեմ, որ մեր ամբողջ ներքաղաքական դաշտը իր գործունեությամբ, իր մոտեցումներով մեծ հաշվով նվեր է Նիկոլ Փաշինյանին։ Եվ եթե փորձենք բացել դրա շերտերը։ Այսինքն որևէ մեկը մենք դեռ չենք տեսել, ինչու եմ ասում այդպես։ Որևէ մեկը դեռևս չի գործել եւ հասարակության հետ չի երկխոսել մնացյալների հաշվին միավոր հավաքելու տրամաբանությունից դուրս։ Այսինքն բոլորի գործողություններում առաջնայինը հետեւյալն է. հասարակությանը համոզել, որ մնացած բոլորը վատն են, խափում են եւ այլն, եւ միայն իրենք են, որ վատը չեն խափում եւ այլն։ Ես կասկածի տակ չեմ ուզում դնել որևէ մեկի անկեղծությունը, որևէ մեկի ազնվությունը, հասարակության հետ խոսելու այսպես մոտիվները, մղումները եւ այլն։ Ես խոսում եմ տրամաբանության մասին։ Քանի դեռ մենք չենք տեսնում այս տրամաբանությունից դուրս այլ տրամաբանությամբ քաղաքական նախագիծ, սա նշանակում է, որ մենք չենք տեսնելու քաղաքական իրավիճակի փոփոխության, որովհետեւ հնարավոր չէ նույն նախագծով, նույն տրամաբանությամբ աշխատել, գործել տարիներ շարունակ եւ հանկարծ ստանալ ուրիշ արդյունք։ Այդ պարագաներում ուրիշ արդյունք հանկարծ ստանում են ուրիշները, որոնք, չգիտեմ, գուցե հետնաբեմում են Հայաստանում կամ Հայաստանից դուրս եւ այլն։ Եվ դրա համար եմ նշում, որ իր տրամաբանությամբ Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտը մեծ հաշվով այսօր նվեր է Նիկոլ Փաշինյանին։ Ընդամենը առաջնորդվելով հենց այդ գնահատականով, ոչ թե անձանց եմ գնահատում նրանց մղումները, մոտիվները, անկեղծությունը եւ այլն, այլ տրամաբանությունը քաղաքական գործունեության։ Իսկ ինչու է ընտրվել հենց Մասիսի քաղաքապետը որպես վարչապետի տեխնացու, այնտեղ այլ տեխնացուների մասին էին խոսում, Արմեն Աշոտյանի մասին էին խոսում։ Ես կարծում եմ, այստեղ դա հենց վկայում է, որ Սերժ Սարգսյանի համար էականը առնվազն այս պահին եղել է գործընթացը եւ ոչ թե արդյունքը։ Հիմա այս գործընթացը Իվնաս Քոչարյանի է, թե ոչ։ Ես առայժմ չեմ տեսնում, որ այս գործընթացը որևէ մեկին լրջորեն վնասում կամ որևէ մեկին լրջորեն օգուտ է տալիս։ Բայց ինչ որ իմիջային վնասներ այդ գործընթացի մասնակիցները բոլորը ունեն, մեր քաղաքական դաշտում բոլորը այնքան իմիջային վնասներ ունեն, որ ես կարծում եմ այսպիսի տրամաբանությամբ իմիջային վնասներ, այսպես կարող են կաթիլ լինել ծովում, եթե այդպես գնահատենք։ Հիմա այդ իմիջային վնասները, կորուստները եւ այլն օբյեկտիվ են եղել, սուբյեկտիվ են եղել, մտածածին, թե հիմնավոր եւ այլն, սա թողնենք մի կողմ։ Դրանք այն ծավալով կան բոլոր դերակատարների առումով, որ ես կարծում եմ հիմա այսպիսի իմիջային վնասները ընդհանրապես կարող են լինել այդ ծովում կաթիլի տրամաբանությամբ եւ դրա համար հազիվ թե պես լուրջ իմիջային վնաս պատճառեն որևէ մեկին։ Իսկ ո՞րն է այդ երկու ընդդիմադիր ուժերի Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորած ուժերի առանցքային կոնֆլիկտը, այդ որի շուրջ համաձայնության չեն կարողանում գալ։ Կոնֆլիկտի խորքում ըստիս մինչև 2018-ը եղած փողի եւ իշխանության պատմությունն է, որտեղ նրանք կազմել են մեկ համակարգ իր բավական բարդ ընթացքով եւ հետագծով, իսկ այդ համակարգը հիմնված է եղել հենց կապիտալի բաշխվածության վրա եւ իշխանություն կապիտալ այդ փոխադարձ սերտաճման վրա։ 2018-ից հետո նրանք միմյանց մեղադրում են 2018 թույլ տալու համար։
Հիմա այդ 2018 թույլ տալու համար մեղադրանքների որ մասն է օբյեկտիվ ձեր կարծիքով։ Օբյեկտիվ է այն, որ նրանք լինելով միևնույն համակարգում մեծ հաշվով այդպես էլ չկարողացան համաձայնության գալ այդ համակարգի ժամանակին ռեֆորմացիայի հարցում եւ այդ ռեֆորմացիայի միջոցով Հայաստանի ընթացքը շատ ավելի պրոգրեսիվ դարձնելու հարցում։ Նրանցից որևէ մեկը, այսպես ասենք, չցանկացավ լինել մյուսից ավելի շատ այդ գործին զոհաբերելու ինչ որ ռեսուրս զոհաբերելու սուբյեկտը, եթե փորձենք այսպես համառոտ ներկայացնել։ Եվ դա հանգեցրեց նրան, որ 2018-ին ըստ էության տեղի էր ունենում մի բան, որը վայելում էր այդ համակարգի բոլոր դերակատարների հավանությունը, որովհետև նրանցից յուրաքանչյուրը ուներ տեղի ունեցողի հետ կապված իր հաշվարկները եւ իր մոտիվները։ Հետագայում արդեն մեկինը գուցե արդարացան, մյուսինը ոչ, եւ մենք տեսնում ենք արդեն այդ փոխադարձ մեղադրանքները։ Իսկ արտաքին բարեհաճության համար մրցակցություն կա։ Ես կարծում եմ ընդհանուր առմամբ կարող է լինել, այսինքն Նաև այս ընթացքում կարող է լինել, առավել եւս որ մեզանում մեր քաղաքական դաշտում այդ արտաքին հովանու փնտրտուքը գիտակցական, ենթագիտակցական կարծես թե միշտ եղել է, այդ ցավոք սրտի մեզանում նույնիսկ այսպես հասարակական քաղաքական մտածողության շերտի մակարդակով է արդեն ձևավորված, այստեղ լայն իմաստով ես կարծում եմ զարմանալի, դատապարտելի չէ, եթե քաղաքական ուժը երկրի ներսում գործելով եւ քաղաքական դիրք զբաղեցնելով, դերակատարում ստանձնելով, փորձում է նաեւ արտաքին գործընկերների հետ խոսել։ Ամբողջ հարցը հետեւյալն է, ինչ տրամաբանությամբ, ինչ բովանդակությամբ, ինչի մասին է այդ խոսակցությունը։ Եթե այդ խոսակցությունը ընդամենը այն մասին է, որ եկեք օգնեք մենք Հայաստանում լինենք իշխանություն կամ լինենք տիտղոսային ընդդիմություն եւ այլն, այսինքն եթե խնամակալության մասին է խոսակցությունը, դա բնականաբար միանգամայն անընդունելի է եւ հենց այդ մտածողությունն է, որ պետությունը հասցնում է շատ վատ իրողությունների։ Եթե գործընկերային քաղաքական բովանդակության, քաղաքական առաջարկների տրամաբանությամբ այդ խոսակցությունը Այստեղ կարծում եմ միանգամայն նորմալ է, որովհետև այսօր առավել եւս այնպիսի իրավիճակ է աշխարհում, որ եթե դու Հայաստանում հավակնում ես քաղաքական էական դերակատարության, դու անխուսափելիորեն պետք է նաեւ պատասխանատվություն ունենաս Հայաստանի արտաքին քաղաքականության, արտաքին միջավայրում Հայաստանի դիրքորոշումների եւ այլնի առումով, առավել եւս եթե մենք տեսնում ենք, որ ապրում ենք աշխարհակարգային այս մեծ վերափոխումների ենթարկվող աշխարհում։ Հիմա մեզ մոտ որ տարբերակն է ավելի շատ։ Ցավոք սրտի ես կարծում եմ մեզանում ավելի շատ առաջին տարբերակն է, այսինքն խնամակալության տրամաբանությամբ։ Եվ Վալենտինա Մատվիենկոն այցելեց անցած շաբաթ Հայաստան, ինչ ունենք նրա այցից հետո, որքանով դա մեղմեց հայ-ռուսական հարաբերություններում որոշակի տոքսիկ վիճակ, որն առկա էր։ Այդ տոքսիկ վիճակը հիմնականում առկա էր, այսպես ասենք, ավելի շատ մեդիա փորձագիտական տիրույթում, ընդ որում դարձյալ կամ ընկալումների որոշակի այսպես մակերեսայնության պատճառով կամ պարզապես քաղաքական ներքաղաքական կոնյունկտուրայի պատճառով։ Գործնականում Մատվիենկոն շատ էական մի բան հայտարարեց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, ես ինքս այդ մասին խոսել եմ բազմիցս։ Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը ողջույններ է փոխանցել Վլադիմիր Պուտինին եւ նաեւ ասել, որ իր եւ Պուտինի մակարդակում երբևէ չի եղել որևէ անհամաձայնություն եւ չկա անհամաձայնություն եւ անգամ տարբեր կարծիքների շուրջ հարցերը լուծվել են այսպես փոխադարձ քննարկումների արդյունքում։ Այսինքն այս իմաստով հայ-ռուսական հարաբերությունը խորքային ճգնաժամ ապրում է ընդհանրապես համաշխարհային փոփոխությունների բերումով նաև եւ այդ իմաստով այդ ճգնաժամը ժամանակի ազդեցությունը կրող երևույթ է եւ սա ամենևին չէր նշանակում, որ տեղի ունենում Հայաստանի, չգիտեմ, ինչ որ հակառուսական շրջադարձ
որը բերել է լրջագույն խնդիրների երկու երկրների փոխհարաբերություններում։ Այդպես չէր, իրավիճակը շատ ավելի բազմաշերտ եւ բարդ էր։ Ես առիթ ունեցել եմ տարբեր առիթներ այս մասին խոսելու եւ միշտ նշել եմ, որ Ռուսաստանն ինքը ամենևին դեմ չի եղել ըստ իս, իր հաշվարկներից ելնելով բնականաբար, այն տակտիկական մակարդակում այն աշխատանքի, որ Հայաստանը կատարել է արևմտյան ուղղությամբ։ Լավ, շնորհակալություն հետաքրքիր զրույցի եւ վերլուծությունների համար։ Ես հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրն էր քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Ցտեսություն, կհանդիպենք։